Քո կողքին ես ինձ շատ հանգիստ եմ զգում։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիր, վստահեցիր ու եկար։ Վստահ ինձ։ Ես քեզ երբևէ չեմ խաբի։ Արի ուղղակի վայելենք գիշերը։ Նայ։ Աստղերը մեզ ժպտում են։ Ինձ այդպես թվում է։ Ես գտել եմ քեզ։ Ինչ։ Հավատում ես ճակատագրին։ Չգիտեմ։ Չեմ մտածել դրա մասին։ Իսկ ես հավատում եմ։ Ու հենց դա է պատճառը, որ ես ձգում եմ դեպի քեզ։ Ես ինչի ես տենց հոտել։ Քո կարծիքով պատճառ չունեմ։ Չէ, չունես։ Աշոտ, այդ ինչ ձև էր։ Այդ մարդիկ սքի մեջ են, ես ուզում եմ ինչ-որ ձև սփոփեմ, մխիթարեմ, դու բոլորի մոտ ինձ ինչ ասես ասում ես։ Էլ պարավ, էլ չգիտես ինչ, ես պարավ եմ, հա, քո համար պարավ եմ ես։ Այդ ինչ ձև էր, ամոթ չէր։ Այդ նեղվեցիր, հա։ Բա չէր նեղվում, որ այդքան մարդկանց մոտ պարավ ջադուի պես դրել էիր անեծքները իր տալի։ Քեզ պետք է մի քիչ ձիգ պահես, բարձր, մինիստրի կնիկ ես, պահելու ձև սովորես։ Չեր ես խոսում, Աշոտ։ Ու մոտ ինձ ձիգ պահեմ։ Էլիզայի, հա։ Դու մոռացել ես Էլիզան ու Ադամը ինչեր արեցին, որ դու հասնես նախարար դառնաս, մոռացել ես։ Այսօր այդ մարդիկ սքի մեջ են։ Ես ուզում եմ ինչ-որ բանով սփոփեմ, մխիթարեմ, դու բոլորի մոտ ինձ անպատվում ես, այդ ինչ ձև էր։ Լսի, ես քեզ ինչ եմ ասում, իսկ դու էլի շարունակում ես։ Ոչինչ, պահելու ձև կսովորես։ Գիտես ինչ, այն ինչ որ այնտեղ ասեցի, հիմա կրկնում եմ։ Այդ երեխու կյանքով որ խլել է, այդ անասուն իրա լավ օրը չպետքա տեսնի, իրա երեխու մռմուռը պետքա տեսնի։ Չշարունակես։ Մենակ ես չէիր արել, ես էլ արեցիր, հա, վրաս ձեռք ես բարձրացնում արդեն։ Ասեցի չշարունակես։ Այս մեկը դու չմարսեցիր արևս։ Հա, Արսեն։ Մեռած անգելով, չի վերցնում։ Դե որ չի պատասխանում գնա քնի։ Ոնց։ Ես ուզում եմ իմ քրոջը գնամ դիմավորեմ։ Քրոջդ Աշոտը դիմավորում է, Արսեն, դու գնա հանգստացի։ Ուզում եմ իմ քրոջը ես բերեմ տուն։ Ուրեմն գնա կնոջդ մոտ։ Կնիկը կսպասի։ Արսեն, այս մեկը արդեն խնդրանք է։ Դե գոնե թող տղեկից մեկին ուղարկեմ։ Ինչի։ Որ հանգիստ լինեմ։ Արսեն, թողեք իմ հարցերով
Ես մի կերպ զբաղվեմ, հետո որ ես չեմ լինի, դուք կզբաղվեք այդ հարցերով։ Ինչ ես է խոսում։ Լսի ինչ եմ ասում քեզ Արսեն։ Այս տանը ամենաշատ հանգիստ քեզ է պետք։ Երեք ես հիվանդանոցից դուրս եկել, գնա պարկի հանգստացի, մի անհանգստացի, Լուսին հենց եկավ, քեզ կկանչեմ։ Լավ։ Պիտի պատասխանեմ։ Դե ուրեմն ես պիտի պատասխանեմ։ Հա Տաթև ջան, ասա։ Հա, բաբ։ Արմանի հետ դուրս ենք եկել զբոսանքի։ Բաբ, ես արդեն հասուն մարդ եմ։ Շուտով կգամ, մի անհանգստացի։ Ու չեմ սիրում, երբ որ ինձ երեխու տեղ ես դնում, ու ստիպված պիտի լինեմ քեզ բացատրություններ տալ։ Չէ, հանգիստ աղա, ամեն ինչ շատ լավ է։ Հա, հասկանում եմ։ Շուտ գկամ։ Լավ։ Պիտի գնամ։ Շնորհակալ եմ, որ եկար։ Շնորհակալ եմ, որ ընկերակցեցիր։ Ինձ հետ կիսեցիր, ես շատ ծանր ունեի։ Լավ կլիներ, լավ առիթ լիներ։ Հետ հաստատ։ Գնանք։ Գնանք։ Չնայած չեմ ուզում գնալ։ Տան ամեն ինչ ճնշում, իսկ մենակությունը խեղդում։ Քո կողքին ամեն ինչ այլ է։ Հասկանում եմ քեզ։ Նույն վիճակում էլ են օրը ես էի։ Նույն բանն է զգում։ Ուրախ եմ, որ կարողացել եմ օգնել։ Եթե այդ օրը դու իմ կողքին չլինեիր, ես չգիտեմ ինչ ավարտ կունենար այդ ամենը։ Սարսափելի է, երբ հիասթափություն ես ապրում։ Իսկ դրանից հետո հաջորդում է դատարկությունը։ Հետո էլ սկսում ես մարդկանց չվստահել։ Ես էլ ոչ մեկի չեմ հավատում։ Ինձ հավատա։ Գնանք։ Գնանք։ Արիստե։ Չլսվեց։
Ինձ նայ։ Բան ենք պայմանավորվել։ Չէ՞։ Ոնց որ չես կարող, հա, խոստումդ պահես։ Ինչ նկատի ունես։ Ինչ նկատի ունեմ։ Չես հասկանում, հա։ Դու ես միամիտ, թե ինձ ես միամիտ տեղ դնում։ Արսեն, Ուրեմն լավ լսի։ Բանը ես մի անգամ եմ ասում։ Ես միշտ գիտեմ ինչ ես անում, ուր ես գնում, ինչ ես շնչում։ ես ուղղակի Դաժե գիտեմ ինչ ես մտածում այսօր ու ինչ ես մտածելու վաղը։ Դու հասկանում ես այսօր արածդ, ինչ հետևանքներ կարա ունենա։ Բայց կարա ամեն ինչ փոխվի։ Սկսեմ հիշել։ Արսեն, խնդրում եմ։ Հիմա խնդրում ես։ Հենց նեղն ես ընկնում խնդրում ես։ Գիտես քո նմանին ինչ են անում։ Օգտագործում շպրտում են։ Դու այնքան ստոր ես, որ իմ ընտանիքը վշտի մեջ դու թողնում գնում ես սիրածիդ մոտ։ Քրոջը սպանի խիդայի օրով։ Ես չգիտեմ քեզ ինչ անուն տամ։ Ես ուղղակի Մենակ որ են գյադեն շնչումը, այստեղ ու շնորհքն է։ Արսեն, ես Սուս մնալ լսի։ Մի անգամ էլ նման բան իմացա, այդ գյադեն մի րոպե հետո էլ չի շնչի։ Դու էլ չկա տենց մարդ, որ Արսենի վրից թռնի, մանավանդ օրինական կինը։ Էդի օղարա ականջիդ։ Ես քո օրինական կինը չեմ։ Մենք ուղղակի զաքս ենք ընկել։ Փաստորեն դրանից ես նեղվել, հա։ Ամուսնացել ես մարդդ վրա չի նայում։ Ունեցել թունը այ։ Մենք բաժանվելու ենք։ Չենք բաժանվելու։ Սաղ կյանքդ հետս ես ապրելու։ Չեմ պատրաստվում։ Կամաց, պատրաստ։ Բա ոնց է Արսենը չի եկել ինձ դիմավորելու։ Տանն է սպասում։ Մի տեսակ չեմ հավատում, որ Արսենը կարար ինձ տանը սպասել։ Կամ պապայից չի, կամ ինքը պիտի գար, կամ պիտի մարդ ուղարկեր։ Չնայած ասում եմ մոռանում եմ, պապան չգիտի չէ, որ ես գալիս եմ։ Լուսի, Հա։ արի նստենք մեքենան։ Որն է ձեր մեքենան։ Էս։ Չենք գնում։ Լուսի ջան, պապատ գիտի, որ դու գալու ես։ Մի րոպե։ Հո բան չի եղել տանը։ Իրականում չգիտեմ էլ ոնց ասեմ։ Ոնց կա, տենց էլ ասեք, խնդրում եմ։ Արդեն վախենում եմ։ Մի բան ա եղել։ Վատ բան։ Շատ վատ բան։ Պապան, հա։ Չէ, Մաման, հա։ Մամայիս է բան եղել։ Սոնան։ Չէ, ինչ եք ասում։ Ոնց է Սոնան։ Ինչ ա եղել Սոնային։ Մահացել է։ Ինչ։ Չի կարող տենց բան լինի։ Աստծո գործերը անքննելի են։ Եկավ Լուսի։ Թե դեռ չեկավ։ Պարկի մի քիչ հանգստացի։ Չեմ կարող։ Անհանգիստ եմ։ Բարսենը, Արսենը եկավ, վերև բարձրացավ։ Արմանը, Արմանին չեմ ուզում ասեմ, որ ասում եմ մեծ մարդը արդեն նեղանում է։
Մամի զանգի, Արմանն էլ եկավ։ Ես ինչի չեք գնում։ Լյուսին ենք սպասում։ Ոնց։ Լյուսին իմացել է։ Այ իմացել է, Աշոտը ասել է։ Բայց դու չէիր ուզում որ Լյուսին իմանար։ Հա չէի ուզում, բայց սենց երևի ճիշտ է։ Երևի չէ պապ հաստատ։ Հետո որ իմանար մեզ չեր ների։ Երևի։ Երբ է ինքնաթիռնիչն։ Արդեն իջել է։ Արսենն է գնացել դիմավորի։ Չէ, Աշոտն է դիմավորում։ Եթե տես բան կար, պապ, ասեի կգնայի։ Լավ մի անհանգստացի, հիմա տեղ կհասնեն։ Դու ոնց ես, մամ։ Չգիտեմ։ Դադև։ Ինչ ա եղել, բան ա պատահել։ Չէ, ոչ մի բան։ Ուղղակի չեմ կարողանում գնել։ Հա դե, քանի օր է չես քնում։ Ուղղակի էմոցիաներս այնքան շատ են, եթե մեկի հետ չխոսեմ կարող է պայթա։ Ինչ ա եղել, ասա։ Ինձ թվում է Արմանը վատ մարդ չի։ Ահա։ Ինչ ահա։ Սիրո հոտ եմ առնում։ Չէ, ես ընդհանրապես ասացի, որ ինքը վատ մարդ չի։ Դե ես էլ եմ էդ ասում։ Արմանը վատը չի։ Գնա քնի։ Գիտես, իմ վրա զարմացած եմ։ Էլ Լևոնի մասին չեմ մտածում։ Էդ լավ է։ Ու ես հավատացի Արմանին։ Ինձ թվում է ինքը ազնիվ է։ Դա ավելի լավ։ Ասացի, որ քույրն է մահացել։ Հա, ասել ես։ Այնքան տարօրինակ էր։ Ինձ թվաց մենք լռության մեջ իրար հասկանում ենք։ Ասում եմ, չես իրարվել ես։ Ես Լևոնին եմ սիրում։ Սիրում է իր։ Երևի։ Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ հանդիպեցի Արմանին։ Ես պարկում ես։ Հա, քունը ստանում եմ։ Ես արդեն ինձ չես վախում, հա։ Երեք լավ էլ գետնին նայում էիր։ Այսօր էլ քո հերթն է։ Աճեց։ Ինչը։ Լեզուտ։ Այսինքն եղիստուց։ Ես դավաճաների հետ անկողին չեմ կիսում։ խնդրես։ Խնդրում եմ։ Գետին կքնես։ Դու ինձ ձեռ ես առնում։ Всё, քնել մներ չկա։ Գնա տես Լուսին եկել է։ Ալո։ Հա, ապեր։ Լյուսին եկավ։
Մի երկու բառով ասա։ Դուրս ենք եկել մեքենայի տիրոջ վրա։ Ով է էդի։ Գնում եմ բերեմ, մանրամասները դեռ չգիտեմ։ Ես օֆիս եմ գնում։ Մի 10 րոպեից օֆիսում կլինեմ։ Ինչ ուզում ես արա, դրա գլխից մաս չպակասի։ Դա ինձ ողջ է պետք։ Բալես, ո՞նց ես։ Պապես ոնց սենց եղավ։ Բալես։ Աշոտ ջան, նստի ինչ ես կանգնա։ Լուսի։ Սարի, ես շատ ուրախ եմ, որ Արմանին հանդիպել ես։ Դու ժպտում ես։ Իսկ եթե ժպտում ես, ուրեմն շատ լավն է։ Երևի։ Լավ, ես գնամ պարկեմ քնեմ, առավոտ շուտ պետք է արթնանամ։ Գնա։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Արսենդ որտեղ է։ Չգիտեմ։ Կինը պետք է իմանա, իր ամուսինը որտեղ է լինում։ Ես չգիտեմ, որովհետև Արսենն իմ ամուսինը չի։ Դու մարդ չդարար։ Արման ջան, պապան բարգեց։ Չէ, մամային բարձրացրեց վերև։ Դե լավ, ես էլ գնամ, վաղը ծանր օր է, դուք էլ բարգեք հանգստացեք։ Շնորհակալ եմ։ Ինչի համար։ Որ մեր կողքին եք ու որ ինձ դիմավորեցիք։ Լուսի ջան, մենք բարեկամներ ենք։ Ձեր ցավը իմ ցավն էլ է։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Դու էլ գնա հանգստացի։ Չէ։ Ուզում եմ Արսենին սպասեմ։ Արսենն է, կարա շատ ուշ գա։ Արսենի վաղն էլ կտեսնես, դեռ կհասցնես։ Ճիշտ ես։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ուր ես։ Օֆիսում եմ մի ժամից տանը կլինեմ։
Ալիևյան է եղել։ Չէ։ Էսի, հա։ Ինչ եք ուզում ինձնից։ Ինչ եք ինձ ստեղ բերել։ Հանգստացի լարա։ Ուրեմն սրա ավտոն ա եղել։ Արսեն ջան։ Լավ։ Ով է Սարա։ Ինչ գործ ունես իմ ընտանիքի հետ։ Բայց ես ձեզ չեմ ճանաչում։ Ես մեղավոր չեմ։ Ստեղ երևի ինչ-որ սխալմունք կա։ Մարդը չգիտի, մի հատ բացատրի։ Նորմալ բացատրի։ Էս ինչ ավտո է։ Իմ ավտոն է։ Բա ինչ գործ ունես օֆիսի դեմը։ Չգիտեմ, իմ ավտոներից մեկը մի տեղ է, մյուսը մի տեղ։ Ես ավտոների բռնակատ ունեմ։ Կարող է չգիտես ավտոդ որտեղ է լինում, բայց գիտես չէ ում մոտ է լինում։ Հա, գիտեմ։ Ով է վերցրել այդ օրը մեքենան։ Հիմա չեմ կարող ասեմ։ Պետք է գնամ օֆիս կոմպյուտերի մեջ նայեմ։ Կոմպը բերեք։ Սպաս։ Ուրիշ ինչ է պետք։ Ոչ մի բան։ Տղերք, բայց ստեղ ինչ է կատարվում։ Ես ոչ մի բան չեմ հասկանում։ Նոր սկսվում է։ 1, 2, 3, 4 շրջանը բացեք, քայլեք, ծնկները բերեք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, հիմա կանգնեք շարքով, երկու շարք, մեկու մեջ, որ իրար չխանգարեք, ձեռքերը բացում ենք, հիմա ափով, ձեռքի ափերով, ամբողջությամբ կպնում ենք հատակին, 1, 2, մեջտեղ, 3, 4, 1, 2, 3, 4 Բարի լույս Ես ուր չես գալիս Դուրս եմ գալիս Եկամ մի տակ բան վերցնեմ Արդեն ծրտերը ընկել են Հա, մի քանի օրից ավելի ծուրտ կլինի Մենք էլ երազելով կսպասենք գարնանը Սարը Հաջան Որ խնդրեմ աչքի հետ կփակես Ինչի համար Խնդրում Լավ Բարի լույս մամ Արևս Ես քեզ շատ եմ սիրում մամ Երեգիշերը մտածում է թե Մամա ունենամ, ինչ պիտի անեմ։ Ու ամենառավոտ գալ, իրան գրկել ու պաչիկ անել։ Արևս Քեզ շատ եմ սիրում, պստո Բայց, հիմա դու որտեղ պիտի լինես։ Երեխեքի հետ դրսում։ Ապրես, իսկ դրա համար ինչ պիտի անես հենց հիմա։ Արա գնացու
Ամբողջ աշխարհը փոխվեց, դու չփոխվեցիր։ Ամբողջ գիշեր ուր էիր։ Գործ կար, պապ ջան։ Այ տղա ջան, մենք սենց սքի մեջ ինչ գործ կարար ուներ։ Այ տղա ջան, Էնել սենց օրով, երբ մենք սենց սքի մեջ ենք, ամբողջ գիշեր, ինչ կարալնի քրոջիցդ կարևոր, մեզնից կարևոր, մեր ընտանիքը սենց սքի մեջ, այ բալաջան, դու ինչի հետևից ես ընկել։ Մեր թշնամու հետևից։ Ինչ։ Քրոջս 7-ի օրը դրան մատաղ եմ անելու Սոնայի գերեզմանին։ Ինչ-որ բան ես իմացել։ Իմացել եմ։ Ինչ ես իմացել։ Պարզել ենք, որ են մեքենան, որից կրակել են ձեզ, վարձած էր։ Պյոս։ Այդ անասունը վարձով ավերցել է մեքենան, որ հետքեր չթողնի։ Հետո։ Հիմա տղեկը դրա տան դիմաց սպասում են։ Հենց քիթը հանեց, բռնելու են բերեն։ Հենց որ պապ ջան, տղետ հենց նենց չէր գնացել։ Բայց ինչ չէիր ասում այդ տղա ջան։ Ինչ ասեի, պապ ջան, ասեի սենց հարց կա գալիս ես, այս հարցով ես եմ զբաղվելու, ու իմ ձևով եմ պատժելու, ու դու չես պատկերացում, ինչ ձևի եմ պատժելու։ Լավ, գնամ մի ժամ պարկ եմ։ Գնա Արսեն ջան, գնա պարկի։